գիտեք, ես այս պրոցեսները քարոզարշավը դեռ չսկսված պատկերացնելով մեր Գյումրու յուրահատկությունները, բազմիցս կոչ եմ արել, խնդրել եմ, հորդորել եմ բոլոր կողմերին, բոլոր ուժերին, լինել կոռեկտության սահմաններում, լինել Գյումրեցում վայել բառապաշարի սահմաններում եւ անել այն ընտրությունները, որը գուցեև երբևիցե Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։ Կան դեպքեր, որ կան մարդիկ, որ հորդորս լսել են եւ պահում են իրենց կոռեկտության սահմաններում, բայց կան մարդիկ, որոնք չեն ուզեցել կամ միտումնավոր չեն լսել հորդորս եւ շատ վատ բառապաշարով խոսել են թե մեր քաղաքական ուժի հանդեպ, թե մեր ղեկավարի հանդեպ, թե մեր քաղաքացիների հանդեպ։ Բնականաբար այդ ամեն ինչը դատապարտվել է, այդ ամեն ինչը անպատասխան չի մնացել, բայց այդ ամեն ինչը տանելու է քաղաքի ցնցումներին, շատ ճիշտ եք, առաջի օրվանից ասել եմ, եկեք Գյումրին չտանենք ցնցումների։ Գյումրին ընտրություններ, բազում ընտրություններ է ունեցել, բոլորս գյումրեցիներ ենք, բոլորը շատ լավ հիշում ենք նաև շատ համագահարույց ընտրություններ եւ բազմիցս հորդորել եմ, Գյումրին եկեք չտանենք ցնցումների, նույն այս գործողությունները, որոնք տեղի են ունենում, ինչ ենք բերել հասցրել այն օրվան, որ իրավապահ համակարգը խառնվել է Գյումրու ընտրություններում, դի խառնվել, որովհետև օրենք է խախտվել, բայց ինչի ենք խախտել օրենքը, ինչի ունենք նման ձայնագրություններ, ինչի ունենք նման գործողություններ, որ այսօր մեր ընտրություններից 3 օր առաջ Գյումրին նորից ցնցումների մեջ է։ Անթույլատրելի է չի կարելի, որպեսզի մեր Գյումրու ընտրությունները դառնան թեկուզ երկու հարևանների միջև վեճի առարկա։ Մենք բոլորս ապրում ենք այս քաղաքում, շատ ճիշտ է, շատ տեխնազուների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ եւ պատրաստվում եմ շարունակել այդ մտերիմ հարաբերությունները, բայց ընտրությունները վերածել քաղաքական գործընթացաբեմի եւ դարձնել գլոբալ քաղաքական, նաև այս վերջերս պարզվեց, որ աշխարհաքաղաքական ընտրություններ ենք մենք Գյումրիում անում, որտեղ նույնիսկ մեր հարևան երկրների ներկայացուցիչներն են խառնվում ոնց որ դե Գյումրու ընտրությունների մեջ, անթույլատրելի է, այս ընտրությունները ասել եմ բազմիցս, 26 թվականի ընտրությունները չեն, այս ընտրությունները Գյումրու մասին են, մենք ընտրում ենք Գյումրու քաղաքապետ, այլ տեղերից խառնվել Գյումրու ընտրություններին, ազդել Գյումրու ընտրողի իրավունքի վրա ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա անթույլատրելի է։ Այդ ամեն ինչը վերջում գյումրեցու ճանից է դուրս գալու։ Գյումրեցի վերջացնեմ, ես բոլորի աշկերին միշտ պարզ եմ նայել, բոլորի երբևիցե չի եղել դեպք, որ որևիցե մեկի աշկերին պարզ չկարողանամ նայել, ես դրա համար ասում եմ չխախտելով անմեղության կանխավարկածը, դա իրավապահ համակարգի գործընթաց է, գործողություններ են, որ իրավապահ համակարգը անում է, մենք էլ ձերպես մամուլից ենք ծանոթացել այդ գործողություններին եւ շատ ուրախ կլինեմ, որ այդ ամեն ինչը վերջում հերքել։ Ես երբեք ինչը Վայ ջան, ինչ հարց ես տալիս։ Վայ ջան, ինչը Պարոն Աշենյան, նախ ուզում եմ ասել, որ ձեր գործընկերները խախտեցին ասին հանցագործությունը, դա իրավական ակտ չկա, եւ այսպես անընդհատ ամեն ընտրություններին լինում է նախկինների թվերից 20։ Ամեն ընտրությունների բայջան, ասում եմ, եթե կան հանցագործության նախանշաններ, որ մարդիկ կաշառք են բաժանում, իսկ դուք այս երկրում ապրել եք, գիտեք, նախկինում ընտրությունները ո՞նց են եղել, դա կաշառք Կամ ձայնագրությունների մեջ շատ հստակ 7 տարի իշխանության դեպքերը պիտի բացեն, ոչ մի իրավական ակտ չկա, որ ինչ-որ մեկ ընտրակաշառքով գնացել նստել։ Ես չեմ ուզում միջամտել դատական կամ իրավապահների գործողությանը, դա իրենց տիրույթում է, բայց այդ վերջի 7 տարվա ընթացքում հարգելի բայ է, որևէ մեկ ընտրության արդյունքներ չի բողոքարկել, որովհետև քաղաքացիական պայմանագիրը մշտապես անցկացնում է ազատ թափանցիկ ընտրությունների եւ դրա ականատեսը լինելու է դուք նաեւ այսպես։ Ես ասում եմ այն ամենը ինչ որ իրավապահների դիրքում է քաղաքական ուժի մեկնաբանման խնդիրը չէ։
Բայց մեզ համար իհարկե անընդունելի է, որ որևէ քաղաքական ներգործություն ճնշում է իրականացվում քաղաքացու վրա։ Մենք 2018-ին քաղաքացուն վերադարձրել ենք իր ընտրելու իրավունքը, որտեղ եթե քաղաքացին չի ընտրում, վաղը չի կարող պահանջել։ Այդ ձեր կողմից քաղաքական ներգործություն։ Իհարկե, ազատ եւ թափանցիկ ընտրություններ, կարծում եմ դա այն ամենը, ինչ ուզում եք, եւ մենք, եւ դուք այս հարցում միակարծիք եք։